Պարոն Միրզոյան, ես մեկ հարց ունեմ, բայց շատ ընդգրկուն։ Նախ առաջին ուզում եմ իմ գոհունակությունը հայտնեմ այս վերջի 2-3 տարվա աշխատանքի համար, որտեղ դուք աշխարհագրությունը ընդլայնեցիք դիվանագիտական, քաղաքական, ռազմավարական գործընկերության, այդ բոլորը բերել է նրան, որ մենք ապագայում կունենանք տնտեսական, որտեղ մեր բոլորի նպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետության հզորացումը, ունենալ կոոպերացիաներ, ունենալ տնտեսական հարաբերություններ, որ հզորանանք, ավելի կարևորվենք եւ ավելի մեծ հարգեն։ Դիվանագիտական, քաղաքական մասով շատ շնորհակալ ենք, բայց ենթադրում ենք, որ դրանից բխում է եւ ապագայում տնտեսական։ Հիմա մեզ պետք է մի հարթակ, որտեղ որ մենք այդ տնտեսականը կարողանանք ավելի այն ինչքանով որ կարող ենք մարսել, կարողանանք իրացնել։ Եվ մի կարևոր հարց եմ ուզում, ուղղակի ուզում եմ հնչեցնեմ եւ ուզում եմ ձեր կարծիքը լսեմ։ Մենք շատ գործողումներ ենք ուղարկում մեր դիվանագիտական գերատեսչությունից, այլ գերատեսչություններից։ Արդյոք մեզ արդեն ժամանակը չի մի հարթակ ստեղծել, ոնց կուզեք դա անվանեք, որ ցանկացած գործողում գնալ գալուց հետո բացատրվի այդ գործողման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ինչ շահեց կամ ինչ է շահելու, ինչ հարաբերություններ ստեղծվեց, ինչ նոր կոնտակտներ ստեղծվեց, այդ կոնտակտները ինչ որ միտեղ գրանցվի, որտեղ այդ պետության հետ է հարաբերությունները։ Հիմա շատ պետությունների հետ, երբ որ դուք հարաբերությունները ստեղծեցիք քաղաքական, դիվանագիտական եւ սկսեցիք ակտիվանալ, սկսեցիք լավացնել, լավարկել այդ հարաբերությունները, ինչ որ տնտեսական էլեմենտներ սկսեց երևալ։ Այդ երկրները սկսեցին ավելի ուշադիր լինել Հայաստանի նկատմամբ, սկսեցին այցելել Հայաստան։ Հիմա մեզ պետք է արդեն այն ժամանակն է, որ այդ դժվար ժամանակները անցավ, հարաբերությունները ստեղծվեց, դրանց կարգը փոխվեց, որակը փոխվեց, մեզ հիմա մի հարթակ է պետք, որ այդ ծախսերը 19 միլիարդ որ արվում է, դա հարյուրավոր անգամ, տասնյակ անգամ ավելի շատ մեր դիվանագիտության, քաղաքականության արդյունքում սկսի ուժեղացնել Հայաստանը։ Կուզենամ այդ մասով ձեր տեսլականը, ձեր պատկերացումները, ոնց եք պատկերացնում, շնորհակալություն։ Նախ պարոն Սուքասյան, շատ շնորհակալ եմ եւ շոյված գնահատանքի խոսքերի համար։ Մեր ջանքերը ինչպես եղել, այսուհետ եւս լինելու են անմնացորդ եւ ուղղված մեր անվտանգ, խաղաղ եւ զարգացող, ուրեմն զարգացման օրակարգին եւ մեր շուրջ այդպիսի միջավայրի ձևավորմանը։ Ինչ վերաբերում է գործողումներին, անկեղծ ասած շատ ողջունում եմ ձեր մտքերի ընթացքը։ Մենք շատ կուզենայինք, դա հաճախ արվում է, երբեմն մոռացության մատնվում, բայց մենք շատ կուզենայինք տեսնել, չի ուզի ասել հաշվետվություններ, բայց գրառումներ մեր հատկապես ազգային ժողովի գործընկերների տարբեր գործողումներից հետո գրառումներ ուղղված արտաքին գործերի նախարարության այն մասին, թե ինչպես այս կամ այն հանդիպումը անցավ, այս կամ այն կոնտակտը, ինչպես դուք ասեցիք, հաստատվեց եւ միայն հետագայում այդ ջանքերը միանշանակ, պարոն Սուքասյան, միանշանակ, միայն, այն էլ եմ ասում, ոչ թե որ արտաքին գործերի նախարարություն կենտրոնում, այլ միայն հետագա ընթացքը նույն այդ երկրի կամ այդ կազմակերպության հետ ավելի լավ ապահովելու կամ սինխրոնիզացնելու մեր գործողությունը միայն այս նպատակով։ Միանշանակ կողջունեի։ Իհարկե, բայց քանի որ մենք ենք որպես նախարարություն եւ գործադիր իշխանության մարմին հաշվետու ձեր առաջ որպես խորհրդանի, որպես օրենսդիր մարմնի, ես միայն կարող եմ խնդրել եւ առաջարկել, որ այդ պրակտիկան նաեւ ինքներդ երբեմն արվում է, պարոն Խանդանյան, երբեմն չէ, երբեմն կարելի է ավելի լուրջ ուշադրություն դարձնել դրան։ Եվ սա չի սահմանափակվում որակին կարելի է լուրջ ուշադրություն դարձնել, բայց հազվադեպ են դեպքեր, որ չի ուղարկվում, կարծում եմ։ Շատ լավ։ Քանի որ պարոն Խանդանյան, դա պետքա վերլուծվի եւ գնահատվի, այս կամ այն գերատեսչությունը X ծախս է կատարել, X այցելություններ է ունեցել։ Դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը այսօր, վաղը, մյուս օրը ինչ շահ է ունենալու։ Ես համաձայն եմ պարոն Միրզոյանի հետ, որ առավել լավացնենք այդ նոր հարթակ ստեղծենք, նոր միջոցներ տանք, նոր պայմաններ ստեղծենք։ Խոսքը սրա մասն է, որտեղ արդեն այդ փուլ ենք եկել։ Այս դժվար ժամանակները անցավ։
հարաբերությունները ստեղծվել է։ Ես տեսնում ահավոր ակտիվացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, ընդհանրապես Հայաստանը ակտիվացել է եւ տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս։ Հիմա մեզ պետք է այդ հարթակը ստեղծել, որպեսզի առավել արդյունավետ, առավել ռացիոնալ մեր գործողությունները տանենք առաջ։ Շնորհակալություն։